Լրատվամիջոցը ուզում է ազնիվ լինի։ Որտեղ է անցնում են սահմանը, երբ լրագրողը ներողություն ձայնագրիչից, դիկտոֆոնից պետք է վերածվի գործող անձի, ինչու պետքա վիրավորանքներ իրար հետևից կուլ տա։ Լրագրողը պետք է զսպի իրեն, ինչքան էլ որ դա դժվար է։ Մոտարապես նման մի իրավիճակում էլ Դավիթն է հայտնվել մի անգամ ազգային ժողովում։ Լրագրողը ինքն է գնում այդ կոնֆլիկտի հետևից։ Մի խնդիր կա, որը համարյա ռեբուսային է։ Լրագրողների համար մի քիչ ծեծված հարց է։ 30 եւ ավել տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում լրագրողների նկատմամբ եղել են բռնության տասնյակ դեպքեր։ Միշտ երբ որ առաջնորդվում ենք, թե որն է ճիշտը, պետքա կոնկրետ նայենք իրադարձությանը։ Եվ սա ոչ միայն չի արգելվում հաճախ, այլ նաև որոշ դեպքերում մենք տեսնում ենք խրախուսվում է։ Եղել են մի խումբ մարդիկ, որոնք նպատակային լրագրողներին անընդհատ սադրել են, վիրավորել են, եւ այստեղ գալիս ենք մեր այսօրվա զրույցի երկրորդ թեմային։ Ուղիղ մեկ շաբաթ առաջ, անցած շաբաթօրը տեղի ունեցավ մի դեպք, իրադարձություն Հովհաննավանքի մոտ, երբ այնտեղ ինչ որ մի անհայտ իմ համար անձնավորություն հայոց լրագրողին ի պատասխան լրագրողը փորձեց հարվածել, եթե չեմ սխալվում, հեռախոսով դրան հայհոյողին։ Հիմա, ինչպես ամեն շաբաթօր, մենք այսօր եւս քննարկելու ենք հանրամեդիայի շրջանակում խնդիրները, որոնք կապված են Հայաստանի տեղեկատվական դաշտի հետ, լրատվական դաշտի հետ, ես Լևոն Սարդարյանն եմ եւ այսօր իմ զրուցակիցներն են լրագրող Երևանի մամուլի ակումբի փորձագետ Հակոբ Կարապետյանը եւ հանրային կապերի եւ տեղեկատվական կենտրոն ՊՕԱԿ-ի փոխտնօրեն Դավիթ Լևոնյանը։ Բարև ձեզ, պարոններ։ Բնականաբար մենք իրար ճանաչում ենք վաղուց, խոսելու ենք իրար հետ դույով։ Հիմա այսպես մի խնդիր կա, որը համարյա ռեբուսային է, որը միշտ առաջադրվում է, առաջարկվում է լուծելու համար լրագրություն սովորող ցանկացած մեկին, բայց նույնիսկ ցանկացած փորձառու լրագրող, նույնիսկ այնպեսին, ինչպեսին ես եմ։ Այդ հարցի պատասխանը չունի։ Լրագրողը պիտի դառնա իրադարձության մասնակից, թե չպիտի լինի իրադարձության մասնակից, այլ պիտի լինի ստատիստ։ Ողջույն, շնորհակալություն հրավերի համար։ Քանի որ ինձ ես նայում, ենթադրում եմ, որ պետք է առաջինը ես արձագանքեմ։ Իհարկե, սա շատ լավ հարց է, լրագրողների համար մի քիչ ծեծված հարց է, հայտնի պատմությունը կա, հա, որը մի քիչ էլ նաև ապատեղեկատվության երանգներ է ստացել։ Հռչակավոր լուսանկարիչ Պուլիցերյան մրցանակի դափնեկիրը, անունը ներողություն չեմ հիշի այս պահին, որը լուսանկարել էր Աֆրիկայում սովամահ լինող երեխային, գիշանգղը մի քանի մետրի վրա կանգնած, որը թռչունը սպասում էր, որ երեխան մահանա եւ նա դրա համար այդ գործի համար մրցանակ էր ստացել եւ արդեն կեղծված պատմության կեղծված հատվածի համաձայն նաև այդ էթիկական դիլեմային չկարողանալով հաղթահարել ինքն իր վրա ձեռք էր բարձրացրել, հա, ընկճախտի հետևանքով։ Իհարկե այդ պատմության երկրորդ հատվածը չի համապատասխանում այնքան էլ իրականությանը, բայց լավ օրինակ է դիտարկելու այդ խնդիրը, որտեղ է անցնում են սահմանը, երբ լրագրողը ներողություն ձայնագրիչից, դիկտոֆոնից պետք է վերածվի գործող անձի կամ իր աշխատանքը պետք է կատարի, այո, որպես ստատիստ, ինչն էլ իր գործն է, հա, ինչի համար ինքը մանդատ է ստացել հանրությունից, այսպես ասենք։ Եթե իմ կարծիքով, իհարկե պատասխանը շատ հեշտ է այն առումով, որ լրագրողը պետք է ծայրահեղ դեպքերում միայն դառնա իրադարձության մասնակից, երբ դա այլոց կամ իր կյանքին կամ առողջությանն է, առողջության հետ է կապված կամ նման մի բան։ Մնացած դեպքերում, ձեր նկարագրած դեպքում կոնկրետ օրինակով, լրագրողը պետք է զսպի իրեն, ինչքան էլ որ դա դժվար է, չտրվի էմոցիաներին, չդառնա մասնակից,
առավել եւս այդ իրադարձության Իմիջիայլոց ներողություն եմ խնդրում, բայց այստեղ մի թեմա էլ կա, որին բնականաբար մենք ընթացքում կանդրադառնանք, բայց մինչ այս հաղորդումը ես զրուցել եմ մի քանի լրագրողի հետ, մարդկանց հետ, որոնք եղել են եւ շաբաթօր այնտեղ, եւ կիրակի օրն են եղել այդ հայտնի պատարագի ժամանակ, ու այնպես բավական հետաքրքիր բաներ պատմեցին, դրա մասին դեռ կխոսենք իհարկե, որովհետեւ լրագրողներից մենք անդադ ես ինքս էլ, հա, ինչ որ պահանջողի դերում եմ, այս պիտի արվի, այն պիտի արվի, մենք մեզ սենց պիտի չպահենք, նենց պիտի պահենք, բան եւ այլն, ընդ մեր ոտերն էլ ամպոտ են։ Իրականում մեր ոտերը ամպոտ չեն։ Հա։ Հիմա չգիտեմ Դավիթի ոտերը ամպոտ են թե չէ, բայց հիմա չէ հաստատ էլի, մանավանդ որ Դավիթի ինքն էլ, հա, չէ, Դավիթն էլ, չէ, մոտարապես նման մի իրավիճակում էլ Դավիթն է հայտնվել մի անգամ ազգային ժողովում, երբ պատգամավորներից մեկի մարդն լավ անուններով չասեն, քան որ դատաքննական փուլում այդ գործը օգնականը հարձակվել էր, ըստ էության լրագրողի վրա։ Ինչ եղավ դրանից հետո? Ոչինչ։ Չէ՞։ Լավ էր։ Né, շարունակվում է դատաքննությունը։ Հա, բայց այստեղ հանրային պահանջ չէր, չէ՞ դա։ Այսինքն, եթե ես, դու, Հակոբը այս դեպքում, Հակոբն էլ մի հատ նման իրավիճակում էս վերջերս հայտնվեց, այնտեղ պաշտոնյաներից մեկը հայոյել էր, ինքը պատասխաներ գրել էին, այնտեղ գրավորեր իհարկե, հետո պարզվեց որ այն մեր հերոս եղբայրը սկսել էր ջնջել հերթով իր գրածները, այդ իմիջիայլոց վերջերս իմ հետ էլ են իմա։ Հա, փաստորեն դա տենց ունիկալ դեպք չի, ես մտածում։ Հիմա, լավ, ասենք մարդու վրա հարձակվում են, մենք ինչ պիտի անենք։ Կարծում եմ մենք մի քիչ ուրիշ բաների մասին ենք խոսում, Դավիթը թող պատասխանի, կշարունակենք։ Տեսեք, շատ դեպքերում մենք երբ որ ինչ որ իրավիճակ ենք ուզում պատկերացնենք, պետքա կոնկրետ իրադարձության վրա գնանք, որպեսզի հասկանանք, թե կոնկրետ իրադարձության դեպքում լրագրողը այլ տարբերակ ուներ, թե չուներ, որովհետև մենք կարանք հիմա ասենք, հա լրագրողը պետքա իրան միշտ զսպի, կամ կարող ենք ասել, ինչի լրագրողը ինչու պետքա վիրավորանքներ իրար հետևից կուլ տա։ Եվ մեկը կարանք ասենք, եւ մյուսը կարանք ասենք, բայց այդ ամեն ինչը կախված է նաեւ իրադարձությունից։ Որովհետև լինում է, երբ որ լրագրողը ինքն է գնում այդ կոնֆլիկտի հետևից անընդհատ, այսինքն ինքը սկսում է ճակերտավոր ասած շահագրգռել դիմացին, որպեսզի դիմացինը իրեն այլ բան տա, որպեսզի ինքն էլ նման բան սադրել, որպեսզի դիմացին էլ ինչ որ բան իրան թույլ տա եւ ինքն էլ դրան պատասխանի, ինչը մենք տեսնում ենք այսօր ժամանակ առ ժամանակ լինում է։ Լինում է նաեւ հակառակը, երբ լրագրողը ընդամենը հանգիստ հարց է տալիս կամ իր կարծիքը կարող է արտահայտել կամ իր հարցերը կարող է տալ եւ դա դուր չգա մարդուն, կոնկրետ պաշտոնյա կլինի, թե պաշտոնյա չլինի, դա էական չէ, եւ այդ մարդը սկսի արդեն այն պատճառով, որ ինքը չի կարողանում հարցին պատասխանել կամ այն պատճառով, որ ինքը չի կարող, թեկուզ եթե ինչ որ բանի հետ համաձայն չէ, իրավական գործընթացներով այդ ամեն ինչ ավարտին հասցնել, ինքը արդեն կարող է իր լեզվին ազատություն թույլ տալ կամ կարող է ինքը իր ձեռքերին ազատություն թույլ տալ, որը եւս սխալ է։ Այստեղ մենք միշտ երբ որ առաջնորդվում ենք, թե որն է ճիշտը, պետք է կոնկրետ նայենք իրադարձությանը, բայց միանշանակ է մի բան, որ եւ լրագրողները, ես էլ եմ 3 տարի աշխատել եմ լրագրող եւ նաեւ պաշտոնյաները, քաղաքացիները եւ այլն պետք է փորձեն հնարավորինս հեռու մնալ կոնֆլիկտից։ Այսինքն տալիս է հարցը, դու կարող ես պատասխանել, իր կարծիքը արտահայտում է, դու կարող ես պատասխանել կամ չպատասխանել, բայց երբեք ոչ լրագրողը պետքա գնա դեպի սադրելուն կամ վիրավորանքի, այսօր մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի ասուլիսին այնպիսի հարցեր են հնչում, որոնք որ իրենց մեջ նաև պարունակում են վիրավորանքներ կարող ենք ասել։ Վիրավորանք, գնահատականներ եւ այլն։ Հիմա ինչ անել նման դեպքում։ Օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետը շատ մեղմա վերաբերվում իմ կարծիքով այդ ամեն ինչին ու շատ ժողովրդավար ձևով։
ինքը հանգիստ թվում է, որ ինքը վարչապետը այստեղ հաղթող կողմն է, որովհետև դա իր համար չէ, դա իր համար ու հետո կոմենտներում ենք տեսնում, ով բնականon իրավիճակը, որովհետև երբ լրագրողը որոշում է, որ ինքը կարող է ասենք ինչ-որ պաշտոնյայի ինչ որ հարցով հաղթի, ոչ թե ները գցի, այլ հաղթի, ինքը այդտեղ արդեն սկսում է պարտվել միջայլոց։ Այդ իմ դու ասեցիր 3 տարի ես աշխատել ոլորտում, ես 33 տարվա իմ փորձով եմ դա ասում։ Այսինքն խնդիրը այդ չի, բայց այդտեղ տեսեք, ժողովուրդ, այստեղ մի քիչ ուրիշ երկու իրավիճակ բերեմ, հա։ Առաջին իրավիճակը մոտ կես տարի առաջ չեմ հիշում բողոքի զանգվածային ինչ-որ ակցիա էր, որի ժամանակ մեր գործընկերներից մեկին, Մերին Մանուկյան, եթե չեմ սխալվում, հրեցին ընկավ եւ այլն։ Հիմա ահա վատ բան է եղել, բայց այստեղ Հակոբ ենթադրում եմ կհամաձայնի իմ հետ, որովհետեւ մենք էլի խոսել ենք նախկինում այս թեմաներով։ Երբեմն լրագրողները այդ իմաստով մի քիչ անգրագետ են իրենց պահում, որովհետեւ լրագրողը երբ հայտնվում է այդ հրմշտոցի մեջտեղում, իսկ ինքը այնտեղ չպիտի լինի։ Ինքը անխուսափելիորեն այդ մսաղացի մեջ ընկնելու է մի կողմից։ Երկրորդ տարբերակը նույն Կիրակի օրվա հետ կապված լրագրողները շաբաթ օրվա միջադեպը դնենք մի կողմ։ Լրագրողները մի կողմի վրա կանգնած են եղել։ Որ ոչ մեկին չեն նեղացրել, ոչ մեկին հետևից չեն ընկել եւ այլն։ Այնտեղ եղել են մի խումբ մարդիկ։ Ահա, եղել են մի խումբ մարդիկ, նույնիսկ եթե այդպես է։ Եղել են մի խումբ մարդիկ, որոնք նպատակային լրագրողներին անընդհատ սադրել են, վիրավորել են, եւ այստեղ գալիս ենք մեր այսօրվա զրույցի երկրորդ թեմային։ Ոստիկանները ինձ այդպես նկարագրեցին, ես այնտեղ չեմ եղել, ասում բերանները բացած ժպտալով հետևում էին, թե ոնց են լրագրողներին վիրավորում։ Այսինքն սադրում էին լրագրողներին, լրագրողները դե մարդ են հիմա։ Օրինակ ես այնտեղ լինեի, ես չգիտեի ինչ կերպ ինձ կպահեի։ Նախ անդրադառնամ նախորդ հարցին մի դրվագ կար, հա, մենք խոսում ենք վարչապետի վարքագիծը լրատվամիջոցների հետ շփվելու, իհարկե գաղտնիք չէ, որ երկրի կառավարության ղեկավարը ուրեմն բազմափորձ քաղաքական գործիչ լինելուց բացի նաև երկար տարիներ լրագրության ոլորտում է աշխատել։ Եվ շատ լրագրողներ այսօրվա դաշտում գտնվող, հա, հենց դաշտում բառի բուն իմաստով դաշտային աշխատանքներ կատարող լրագրողները, որոնք ազգային ժողովի միջանցքներում, փողոցներում, համայնքներում միկրոֆոնով աշխատում են, նրանք հիշում են Նիկոլ Փաշինյան լրագրողին։ Եվ նրանց շատերի համար կարող է Փաշինյանի ինչպես լրագրող եղած ժամանակվա վարքը, այնպես էլ ներկայիս վարչապետ եղած ժամանակվա վարքը օրինակ ծառայել։ Ես իհարկե ոչ մի կերպ չեմ արդարացնում դա, բայց շատերն ասում են երբ կառավար կամ դա, բայց դրանից բացի նաև բառապաշարը, վարքը, խառնվածքը եւ այլն։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե ով է սադրում, լրագրողներն են սադրում, թե ոստիկանները, եւ ես խոսեցինք մեր նախկին փորձից 2019-15 թվականին Էլեկտրիկ Երևան ակցիաների ժամանակ տասնյակ լրատվամիջոցներ, օպերատորներ, լրագրողներ անթաքույց բռնության ենթարկվեցին ոստիկանության կողմից։ Մինչև հիմա այդ դրա հետ կապված համենայն դրանցից մեկը ես էի եւ այդ դրա հետ կապված դատավճիռ չկա։ Այդ գործը քննող ամենախոշոր հատվածը, որտեղ մի քանի լրագրողներ եւ օպերատորներ էին որպես տուժող, այդ գործը քննող քննիչը, որը իրավական գիտելիքներին որևէ կերպ չեմ կարող կասկածել, բայց ինքը շատ պրոֆեսիոնալ ձևով քնեցրեց այդ գործը եւ հասցրեց 2025 թվական, արդեն 10 տարի անցել է եւ հիմա ինքը քննչական կոմիտեում բարձրագույն պաշտոններից մեկն է զբաղեցնում։ Ինչի համար եմ այսքան երկար ասում, զուտ լրացնելու համար, Հակոբ ջան, 30 եւ ավել տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում լրագրողների նկատմամբ եղել են բռնության տասնյակ դեպքեր։ Ընդ որում վերջին 7 տարին էլ չեմ հանում դրանից։ Այո։ Ոչ մեկը այդ դեպքերից առ այսօր, ոչ մեկը 0-ը բացահայտում 0 Կարծեմ 1-2-ը ամեն դեպքում եղել է, բայց իհարկե դա ինչ որ վարչական բանով, բայց դա հենց է որ ասում բացառությունը, որը հաստատում է օրինաչափությունը։
Այս պայմաններում ինչի համար բան արեցի այդ նախաբանը, այս պայմաններում այն անպատժելիության գիտակցությունը դա կլինի հրահրված թե ուղակի հանրության մի մասի ընկալումներից է բխում, որ լրատվամիջոցներն են մեղավոր, հա, քանի որ լրատվամիջոցները, լրագրողները ճակատի վրա են եւ տեսանելի են, շատերին նրանք դուր չեն գալիս։ Եվ սա ոչ միայն չի արգելվում հաճախ, հա, այլ նաև որոշ դեպքերում մենք տեսնում ենք խրախուսվում է։ Ցավոք մենք հիշեցինք նախորդ տարիներին, նախորդ տասնամյակներին ծեծի դեպքեր, դաժանության դեպքեր, վերբալ բռնության դեպքեր եւ վերջերս էլ մենք տեսնում ենք, որ անաչառ եւ որակյալ լրատվամիջոցի համարում ունեցող մի շարք լրատվամիջոցներ թիրախավորվում են կառավարող ուժերի, կառավարող կուսակցության եւ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անուն առանուն կարող եմ նշել, կանուն առանուն կարող եմ նշել, իհարկե մենք կարող ենք խոսել լրագրողների նաեւ էթիկական կեցվածքի մասին, բայց երբ ուրեմն հակազդեցությունը գալիս է այդ թվում նաև վարչական միջոցների կիրառմամբ, այդտեղ լրագրողների դիրքերը վստահաբար արդեն թուլանում են, անհավասար է դառնում պայքարը։ Մի հատ բան էլ պետք է մենք հաշվի առնենք, որ այսօրվա դրությամբ մենք ասում ենք լրագրողները ինչու են նման քայլերի հաճախ դիմում, չէ՞, այսինքն փորձում են սադրել եւ այլն, շատ լրագրողներ ներկայանում են որպես արդեն իսկ ոչ թե լրագրող, այլ ինչ որ մի հատ լուրջ կարծես թե քաղաքական գործիչ կամ հանրային քաղաքական գործիչ եւ իրենց խոսակցությունը ոչ թե գնում է հարց ու պատասխանի տեսքով, այլ գնում է վիճաբանության եւ մի շարք դեպքերում նաեւ վիրավորանքի ձևով։ Ես կոնկրետ օրինակներ չեմ ուզում բերել, որպեսզի չթիրախավորվի որևէ մի լրագրող կամ որևէ մի պաշտոնյա։ Բայց ինչից է այս ամեն ինչը գալիս։ Այս ամեն ինչը գալիս է նրանից, որ վերջի վերջո մենք տեսնում ենք այսօրվա լրատվական դաշտը կարելի է ասել ամենամեծ դերակատարումը ունի նրա մեջ, թե հանրությունը երբ որ գնա ընտրությունների, ամենամեծ դերակատարումներից մեկը ունի, որ քաղաքական ուժին կընտրի։ Եվ բնականաբար այն լրատվամիջոցները, ովքեր որ նշենք, որ օրինակ սահմանափակ կարողություններ ունեն եւ փորձում են ել ավելի շատ գումար վաստակել իրենց լրագրողներին աշխատավարձներ տալ եւ այլն եւ փորձում են համագործակցել նրանք ընդդիմության հետ, բնականաբար պետք է առաջ տանեն ընդդիմության շահերը։ Եվ այս պարագայում արդեն երբ որ ընդդիմադիր չգիտեմ ինչքանով է ճիշտ հնչում էլի ընդդիմադիր լրագրող, բայց երբ որ լրագրողից դուրս է գալիս եւ արդեն դառնում է որպես հավասարը հավասարի հետ որպես հանրային քաղաքական գործիչ իբրև թե եւ նա էլ որպես քաղաքական գործիչ իր հետ սկսում է վիճաբանության մեջ մտնել, մենք այստեղ ոչ միայն մեր կարծիքները եկեք հաշվի առնենք, միատնենք, տեսնենք հանրությունը ինչպես է դա գնահատում։ Կոմենտները, բանը ինչպես է այդ ամեն ինչը գնահատում։ Այո, բայց դու կարաս մի բանը 100,000 դիտում կարա ապահովի, բայց այդ 100,000 դիտման մեծ մասը դրական է դրան վերաբերվում։ Մենք երեքով էստեղ նստած ենք, ներողություն, մենք էստեղ երեքով նստած ենք։ Մենք վիրավորական բառապաշար չենք օգտագործում, չենք էլ պատրաստվում դա անել, չէ՞։ Մենք իրար վրա ջուր չենք շփելու, մանավանդ որ ես չունեմ, դուք ունեք։ Այսինքն ես չեմ կարող պատասխանել անգամ եւ այլն եւ այլն։ Երբ այդ դրվագները երբ չկան, ես ես հավաստիացնում եմ, հավատացնում եմ։ Իմիջայլոց սա ասում եմ ռադիո լսողներին, որ կարող եք նաեւ հետեւել մեր YouTube-յան եւ Facebook-յան էջերում հանրային ռադիոյի պաշտոնական։ Հիմա տեսեք, հավատացնում եմ ձեզ, որ դիտումների քանակը մենք էլ ենք զարմանալու ինչքան քիչ է, որովհետև ելի եմ ասում, հանրությունը այդ աղբյուրից ջուր է խմում։ Հանրությունը կներեք ոչ գրական բառի համար թամաշա է ուզում։ Հիմա այդ մարդիկ էլ վազում են թամաշայի հետևից, հա։ Դե դա շատ հին խնդիր է, նախա ինտերնետային, նախա տպագրական միգուցե շատ մարդկության չափ հին խնդիր է։ Այստեղ մենք խոսում ենք նրա մասին, որ հանրային իշխանությունը ունի հանձնառություն տուրք չտալու դրան։ Մենք իհարկե
եկեք որպես disclaimer, հա, ասեմ, ֆիքսենք, որ թե ընդդիմադիր խոսույթով, ճակերտավոր ընդդիմադիր լրագրողները, այո, զրուցակիցս շատ լավ նշեց, այդքան էլ պատեհ չէ լրագրողին ասել ընդդիմադիր կամ իշխանական, բայց իրականությունը հենց դա է, եւ էլի փառք ու պատիվ այն լրագրողներին ու լրատվամիջոցներին, ովքեր չեն թաքցնում, որ իրենք կուսակցական կարող եմ անուններ ասել, կուսակցական մամուլի հետ որևէ խնդիր լինել չի կարող, մարդը երկիր է կուսակցական լրատվամիջոց։ Հա, ասպա ես մեկը ասպա ես ԿՊ-ի քարոզչական, դաշտից եմ, մյուս ասպա դաշնակցական, դիրքավորում ես հստակ որպես այդ կուսակցության պաշտոնական օրգանի, լրատվական օրգանի ներկայացուցիչ ֆլագ в руки, խնդրեմ, բայց երբ դու թաքուն քարոզ ես անում կամ դու հանդես ես գալիս որպես անաչառ մեկնաբանող, բայց թաքուն քարոզչություն ես անում, դա արդեն բարեխիղճ լրատվություն չէ, անկախ նրանից դա դու անում ես իշխանության համար, այս պահի թե այս պահի ընդդիմության համար, սա ֆիքսենք եւ անցնենք առաջ։ Ամեն դեպքում հանրային իշխանության ինստիտուտները կառավարությունը եւ այլն, հա, ունեն հանձնառություն պայքարելու այդ արատավոր երևույթների դեմ, այդ թվում նաեւ մեդիայում։ Եվ այս առումով կարծում եմ խնդիրը այս դաշտում պետք է քննարկել եւ քանի որ իմ զրուցակիցն էլ հանրային հաղորդակցության պոակն ներողություն եմ խնդրում անունը չեմ հիշի, պոակն է ներկայացնում կան լրատվամիջոցներ, որոնք պարբերաբար զբաղվում են ապատեղեկատվությամբ եւ զբաղվում են քաղաքական հակառակորդների դեմ ուրեմն անձնական եւ այլ կարգի վիրավորանքներ ատելության խոսք տարածելու պրակտիկայով արդյոք ՊՕԱԿ-ը գործառույթ ունի այդ լրատվամիջոցների սեփականատերերին հայտնաբերելու կամ վարույթներ օրինակ կա media-news.net site ուրեմն կայքը որին վերջերս ասելով մի քանի տարի առաջ հետաքննող լրագրողները կապում էին դրա սեփականությունը կառավարության ղեկավարի կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի անվան հետ ունեք արդյոք դուք տեղեկություն նմանատիպ կայքերի սեփականատերերի օրակարգի եւ էթիկական ստանդարտներին համապատասխանության մասին Տեսեք Հակոբ ջան, մենք պետքա մի հատ բան հաշվի առնենք, որ այո հանրային կապեր տեղեկության կենտրոնը ինքը բազմաթիվ դեպքերում պայքարում է ապատեղեկատվության դեմ ու ինքը օրինակ պարզ օրինակ բերեմ, կարող է Թրամփի մի խոսքը սխալ է թարգմանվում կամ Թրամփը շփոթվում է, տենց բան չպետք է ասեր ու դա ավելին ասեմ դրա թարգմանությունը եւ մեր մեդիայում ընդհանրապես ոչ միայն դրա մասին է խոսքը որ համերկրացի էր ասել եւ այլն ակնհայտորեն շփոթվել է մարդը բնական է դիում եմ ընդդիմադիր լրատվամիջոցներին իրենք իրենց մոտ տարածել են ասում եմ օքեյ ճիշտ է եթե մենք Քեմբրիջի բառարանով թարգմանենք Դա կարա լինի նաև գործընկեր, բայց դուք ասում եք Քեմբրիջի բառարանով չենք թարգմանում, այս բառարանով ենք թարգմանում, գործընկեր չի էս մեկն է։ Ասում եմ, օքեյ, մենք էլ Հարվարդ չենք ավարտել, չէ՞։ Ռուսաստաններում էլ այս տարածաշրջանի ժողովրդի ներկայացուցիչները իրար հանդիպելից ասում են զեմլյակ, չէ՞։ Չէ, դե ակնհայտորեն Թրամփը այդտեղ բառերի իրար նման բառեր են եղել ու ինքը շփոթել է։ Ու ես ասում եմ, եկեք սենց, ասենք Թրամփը Պադմասկովիայում ինչ-որ միտեղ ու ասում եմ, եկեք սենց մի հատ բան հասկանանք։ Դա ստեղ ոչ այնքան լրագրություն է, այլ դուք մի բան եք բերում Հայաստանի ներքաղաքական կամ հանրային դաշտում տարածում ենք, որը ընդհանրապես մեր ժողովրդին էլ չի օգուտ, մեր, այսինքն ավելորդ նյարդեր է գտնվում։ Այստեղ գալիս ենք ու ինչ են պատասխանում։ Ես մի պատասխանի օրինակ բերեմ։ Ասում են, դե դա արդեն ոչ թե մասնագիտական ինչ որ կարողությունների ցույց դնել, այլ դա զուտ քարոզչություն է նաև։ Ահա։ Հիմա դուք, այսինքն եւ ես կարող եմ տարբեր նմանատիպ օրինակներ բերել։ Տվյալ պարագայում հանրային կապեր եւ տեղեկատվության կենտրոն ՊՕԱԿ-ը լծակ չունի, որպեսի ինչ որ մի ձև այդ լրատվամիջոցին, ասենք ասի, չէ, դու պարտավոր ես այսպես անել։ Մենք փորձում ենք բանակցել։ Մենք փորձում ենք ասել, որ չի կարելի նման բաներ։ Մենք ճիշտ տեղեկատվություն ենք տրամադրում, մենք ասում ենք այս է ճշմարտությունը, բայց լծակներ, որպեսի տվյալ լրատվամիջոցը ինքը
չգործի այլևս այդպես, մենք նման լծակ չունենք։ Հիմա տեսեք, քանի որ ձեր ասածը ըստ էության փող լրացնող է, ինչ որ ասեց Հակոբը, եւ ինչ որ շարունակեց Դավիթ, հիմա երրորդ լրացումը անեմ, եթե թույլ տաք, 5-շաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունեցել ու այսպիսի մի միտք կար. բազմակարծիք, թափանցիկ եւ անկախ լրատվամիջոցների խթանումը կարեւոր է Հայաստանի համար, ինչպես ցանկացած ժողովրդավարության համար։ Կառավարությունները պետք է ստեղծեն բոլոր անհրաժեշտ պայմանները լրատվամիջոցների իրական անկախությունն ապահովելու նպատակով։ Հրաշալի խոսքեր են։ Հիմա, բայց ես հասկանում եմ նաև, ավելի ճիշտ ինքը տեքստը այսքանով չի ավարտվում, ինքը ավելի երկար է։ Բայց այդտեղ գալիս ենք արդեն Հակոբի ասածին, ովքեր են սեփականատերերը, այսինքն հանրությունը պետք է իմանա, ով է լրատվամիջոցին ֆինանսավորողը։ Հակառակ դեպքում մենք ունենալու ենք այն, ինչ որ մենք ունենք, այն որ թաքնված քարոզա լինելու, կապ չունի որ ուղղությամբ դեպի իշխանություն, թե ընդդեմ իշխանության, եւ այլն։ Պոակը, այնա Դավիթը ասեց, չունի այդ լծակը։ Ինչ որ մեկին ինչ որ բան պարտադրելու կամ բացահայտելու առավել եւս ով պիտի դրանով զբաղվի լավ։ Դե նախ ընդ որում ներողություն եմ խնդրում։ Հենց մեր գործընկեր լրագրողներին ասում ենք եղբայր արի դու ցույց տուր քո եկամուտի աղբյուրը որտեղից է, ասում դու հարձակվել ես իմ անկախության վրա, դու իմ ազատության դեմ ոտնձգություն ես անում, դու չես ուզում որ եւ մենք լինենք։ Եթե ինքնակարգավորման մեխանիզմների մասին ենք խոսում, Հայաստանում գիտեք, որ կա ինքնակարգավորման նախաձեռնություն 2007 թվականից, որը միավորում է շուրջ 100 լրատվամիջոցների եւ այդ նախաձեռնության անդամ մաս կազմելու պայմաններից մեկը նրա միջոցների ֆինանսավորումների, ֆինանսական աղբյուրների թափանցիկությունն է։ Սա այդ 100 լրատվամիջոցը համաձայնել են դրա շուրջը։ Արդյոք անհրաժեշտ են նաև պետական միջամտություն, կարծում եմ այո։ Նաև պետությունը պետք է ունենա լծակներ, մեխանիզմներ, թափանցիկ կերպով ուրեմն ապահովելու համար լրատվամիջոցների եկամուտների թափանցիկությունը։ Միգուցե պետության ներկայացուցիչները կարող են ասել, որ դա նաև տեղեկատվական անվտանգության, ազգային անվտանգության հետ կապված հարց է լուծում, ինձ համար առաջին հերթին դա էթիկական դաշտում է, որպեսզի լրատվամիջոցը ազնիվ լինի իր լսարանի հետ եւ ներկայացնի, ասի գիտեք ինչ, ես ֆինանսավորվում եմ այս ֆոնդից։ Այստեղ ուրիշ խնդիր կա, լրատվամիջոցը կապ չունի որ մեկը։ Հիմա կենտրոնանանք որևէ մեկի վրա։ Լրատվամիջոցը ուզում է ազնիվ լինի։ Իսկ ինքը ուզում է։ Լրատվամիջոցը պետք է ազնիվ լինի։ Պետք է ուրիշ բան է։ Պետք է ուրիշ բան է։ Ասում եմ ուզում է։ Լևոն ջան, սենց մի հատ բան ես ավելացնեմ։ Մենք շատ հաճախ նաև մոռանում ենք, որ կան լրատվամիջոցներ, եկեք անկեղծ լինենք, որ կախված է թե որ տարում, այսինքն 2021-ն է, թե 2024-ն է, թե 2025-ն է, ինքը ունի տեր, բայց իր տիրոջ ֆինանսավորողները, սենց ասած, կարան փոխվեն։ Ամեն տարի կարան փոխվեն։ Ու մինչև դու շատ լուրջ չդնես, ուսումնասիրես մոտավորապես 1-2 ամիս թե քարոզչությունը դեպի որ կողմն է գնում, ինչա գնում, ինչ չի գնում, դու չես կարող ակնհայտորեն ասես այս մարդու ֆինանսավորողը միանգամից գնաց այստեղ 1-2-ի անունը տալու ցանկությունից։ Բայց ես համաձայն եմ հարակից ինդիկատորների մասին, բայց ես համաձայն եմ, որ պետքա այս վերջում մի հատ կայք է Top 30 հայկական լրատվամիջոցների վերջում եթե ուզենա կարամ տամ, հասցեն ինքը այնտեղ ներկայացնում է ովքեր են տերերը, ինչ են անում, ինչ չեն անում, բայց ստեղ էլի ուրիշ հարց է գալիս։ Ասենք թե սեփականատերերին իմացանք, սեփականատերերին իմանալը դեռևս ինքը ամբողջությամբ չի նշանակում, որ դու գիտես ֆինանսական աղբյուրները որտեղից է գալիս։ Այդտեղ գալիս ենք մի եզրակացության։ Պետեկամուտների կոմիտեն վատ է աշխատում։ Այո, հավանաբար։ Հա, որովհետև ֆինանսական հոսքերը մենակ ինքը կարող է։ Չէ, ես ուզում եմ վերադառնալ քո հարցին, որը անպատասխան մնաց։ Ասում ես, իսկ լրատվամիջոցները ուզում են ազնիվ լինել, նայած թե որոնք կան նրանք, որոնք ուզում են եւ դա իրենց հանձնառությունն է իր լսարանի առաջ թափանցիկ լինել, կան այնպիսիները, որոնք օրինակ, չգիտեմ, Եվրամիության դրոշով լոգո են սարքում, բայց մենք տեսնում ենք, որ հակառակ քարոզչությունն են անում, հա, այդպիսի դեպքեր էլ կան, կամ հանդես են գալիս որպես անաչառ
նույնիսկ ընդդիմադիր դիրքերից, բայց մի քիչ որ ավելի մանրամասն է ուսումնասիրում, տեսնում ես, որ նա իրականում, չգիտեմ, պրոիշխանական։ Վանո Սիրադերյանը նման դեպքերի համար ասում է շուստր եւ թշվառ։ Բայց մի հատ բան էլ կա, որ մենք պետք է հաշվի առնենք, որ ոչ միայն լրատվամիջոցներն են այդպիսին։ Քաղաքական կուսակցություններ կան, որ այդպիսին են։ Այսինքն մեր հանրային կյանքի, հանրային քաղաքական կյանքի դրսևորումները այդ նմանատիպ ոչ միայն լրատվամիջոցներով են նմանատիպ արտահայտվում, այլ նաև քաղաքական կուսակցություններով, որոշ քաղաքական գործիչներով, հանրային մեդիա գործիչներով եւ այլն, անդադ փոփոխվող, որ չես հասկանում ինքը արևմտամետ է, ռուսամետ է, թե ինչամետ է, թե ընդհանուր ոչ միայն լրատվամիջոցների հետ է այս խնդիրը կապված, ընդհանուր մեր հանրային քաղաքական կյանքի հետ է կապված, որը որ ես կարծում եմ կապված է ոչ միայն մեր ներքին կյանքի կազմակերպիչների հետ, այլ նաև միգուցեև արտաքին միջամտողների հետ, ովքեր որ իրենց կներեք ռուսերեն արտահայտությանս համար, բայց ստավկան որ կատարում են եւ կուսակցությունների եւ քաղաքական գործիչների եւ լրատվամիջոցների վրա եւ այդ երեքն էլ վերջի վերջո այդ ստավկեն որ կատարում են կամ խաղադրույքը որ կատարում են մի բանի համար են պայքարում, չէ՞, ում վրա որ դա կատարում են իշխանության։ Քանի որ մենք իշխանության համար չենք պայքարում, այսօր այսքանով սահմանափակվենք։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, հիշեցնեմ։ Այսօր իմ զրուցակիցներն են Երևանի մամուլի ակումբի փորձագետ Հակոբ Կարապետյանը եւ հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Դավիթ Լևոնյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ օրը մեդիայի խնդիրների հերթական անգամ քննարկման համար, այլ մի քիչ թեմաներ կընտրենք։ Շնորհակալություն, Հանրամեդիաներ հանրային ռադիոյի եթերում հաջողություն եւ համբերություն բոլորից։